Այս ուղղորդված ճանապարհը չի որ մենք պատերազմ ենք ու մեզ հասցրել են արդեն դրա եզրին։ Փափուկ պատերազմ կլինի, ծանր պատերազմ, իրանք են հասցրել։ Մենք չենք այդ իշխանությունները, մենք չտարանք այս պատմեջը, մենք չտարանք այս զիջումներին, մեր իրանց պատճառով մեր վրա 100 քանի հազարի 153 միլիարդի հայց կա, այսինքն մենք չենք որ ասեցինք այդ ռազմաքաղաքական ղեկավարությանը տարեք դատեք եւ մեր ժողովուրդը ես որ տեսնում եմ խայտարակ իրավիճակ է ինչ ցնցված են մարդիկ որ դրանց նստել կապ չունի ստեղ մենք այդ մարդկանց սիրում էինք հարգում էինք ստեղ անձը չի ստեղ գալիս է որ այս դատավճռով նրանք ասենք արդարացնում են իրենց հայցի մյուս կողմերը այսինքն նրանք ցույց են տալի որ սրանք զավթողներ են հիմք են տալիս որպեսզի բավարարեն հիմք են տալիս որ տեսեք իրանց ոչ այդ ռազմաքաղաքական ղեկավարությունն է պետք բայց իրանց պետք է հենց այդ հող ստեղծելը իսկ մեր ժողովուրդն էլ ցնցվում է այս սրիկաներին պատժեք այս արեք հասկանում եթե նրանք սրիկային պետք է պատժվեն մեր երկրում ոչ թե ասենք հարևան երկրում որը որ էլ եմ ասում ընդհանրապես կապ չունի իրավական ինչ-որ գործընթացների հետ, սա հող է, որ այս մարդիկ զավթող են, այս մարդիկ այսքան տարի ռեսուրսներն են օգտագործել, իրավական այս մարդիկ կատարել են կոտորածներ, մի խոսքով։ Ահաբեկիչներ են։ Այո, ահաբեկիչներ են, սեպարատիստներ են եւ այլն եւ այլն։ Հիմա, քանի որ խոսեցիք դրա մասին, անպայման ուզում եմ անդրադառնանք, պարոն Սարգսյան։ Տեսեք, Բաքվում Ադրբեջանի օրենքներով զուտ ադրբեջանական իրավական համակարգի ներգրավմամբ ցմահ դատապարտվեցին Արցախի, չեմ ուզում ասել նախկին, Արցախի նախագահ Արայք Հարությունյանը, պաշտպանության նախարարը Լևոն Մնացականյանը, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, նախագահ Դավիթ Իշխանյանը եւ արտգործնախարար Դավիթ Բաբայանը եւ միայն Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը տարիքից ելնելով 20 տարի դատապարտվեցին, ազատազրկման։ Միջազգային հանրությունը հետևում էր, կարծում եմ, այս դատավարությանը, լավ հասկանալով, թե իրականում ինչ է կատարվում։ Եվ տեսեք, իրենց երկրի քաղաքացիներին չեն դատել, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Հարցը այսպեսին է, որքանով է օրինական, նախ դուք ասեցիք, օրինական է, թե օրինական չէ եւ արդյոք վերջ այս մարդկանց ճակատագիրը փակվեց, այսքանով ավարտվեց, որևէ բան հնարավոր չի անել, որտեվ տեսեք Հայաստանում գերիների փոխանակման անվան տալ, գիտեք քաղաքացիական շրջանից մարդասպաններ, ցմահ դատապարտված մարդասպաններ հանձնվեցին, այն դեպքում, երբ որ այս մարդիկ մարդ չեն սպանել, պատերազմին չեն մասնակցել, եւ դուք ասում եք հող է նախապատրաստում, արդյոք եթե միջազգային հանրությունը լրի եւ հանդուրժի սա, հող չի նախապատրաստվելու, օրինակ, նույն Նիկոլ Փաշինյանին պահանջելու եւ տանելու դատելու, որովհետեւ ինքն է 44-օրյա պատերազմում համարձակվեց ադրբեջանական հողերը պաշտպանելու համար պատերազմ մղել։ Տեսեք, գանք մի քիչ խորքից, հա միջազգային հանրության համար ինչու է հիմա ՄԱԿ-ը փլվում։ Այո։ Պարոն Տրամպը սպառել է իրեն։ Հիմա գանք ազգերի լիգայից։ Երբ որ հայոց հարցը, հա, չի լուծվել ազգերի լիգայով, այսինքն երբ որ եղել է խախտված իրավունքներ եւ հնուց սկսած, նրանք չեն լուծել այդ հարցը։ Ինչ ձև չեն լուծել, դա կապ չունի։ Եւ նախադեպ չի ստեղծվել, որ պատժվի գենոցիդ կատարել։ Այո։ Եվ դրանից հետո էլի գենոցիդներ են եղել կամ պատերազմներ։ Այսինքն այս կառույցը իր ուժը կորցրել է հենց հայկական հարցը չլսելու պատճառով։ Ստեղծվել է ՄԱԿ-ը, որը որ իբր պետք է աներ, բայց քանի որ ՄԱԿ-ը նույնպես աչքաթող է արել այս խախտված իրավունքները, իսկ խախտված իրավունքները երբեք նոր իրավունք չեն կարա գործել, չեն կարա ստեղծել։ Եվ դրանից հետո էլի Ռուանդայի կոտորած, այլ կոտորածներ, Սիրիայի, Գազայի, այո, այսինքն արձագանքող ինչ-որ կառույցներ են դառնում, երբ որ նրանք արդեն կգան այն հայտարարին, որ այս ամբողջ դժբախտությունը հենց սկսվել է, որ շատ կարևոր հարց նրանք աչքաթող են, այս կստեղծվի պարոն Տրամպի ասած կազմակերպությունը անվտանգության, դա էլ է փլվելու, հասկանում եք, դա Շո ժամանակավոր էտապներ է։ Հիմա գանք հենց այս
միջազգային կառույցները Ադրբեջանին ինչ պետքա անեն, ոչ մի բան չեն անելու։ Տեսեք կներեք, որ ընդհատում են Ֆրանսիայի խորհրդարանը բանաձև չէ, օրերս ընդունեց, բայց կառավարությունը պետք է հաստատի, որպեսզի օրինական ուժ ստանա, պահանջում էին հենց Բաքվի Արցախի ռազմաքաղաքական վերնախավին Բաքվում պահվող ազատ արձակել եւ բանաձևի նաեւ պնդումներից մեկն էր, որ դիմում էին Ֆրանսիայի իշխանություններին, որպեսզի նրանք ճնշումներ գործադրեն Բաքվի վրա, որպեսզի նրանք ազատ արձակեն։ Բայց Ֆրանսիայում իշխանություն։ Այդ մարդիկ հրաժարական տված ինչ որ Ուզում մարդիկ ասեմ, որ գործի են ազդերով գնում, են անցած փոխել։ տարվանից այդ մարդիկ պետք է գործի չլինեն, գործի են գնում։ Ժողովուրդը դուրս եկավ բողոքների, իրանք հրաժարական են տվել, գործի են գնում։ Ուր անդեղ իշխանություն, ով է, այսինքն անլեգիտիմ ինչ-որ թուղթ են ուղարկում, ով է լսում դրան։ Հենց դրա համար էլ ասում եմ, այս կարգը փլվում է, քանի որ հարցեր կա, որ նրանք անտեսել են ու էլի փլվելու է։ Ինչ-որ արձագանքող կազմակերպություն է ՄԱԿ-ը դարել, հա, որտեղ շահ կա։ Ես լավ հիշում եմ, ինչու Սուդանում բերեցին այդ կապույտ կասկեքին կանգնացրեցին, երբ որ մենք օգնում էինք քրիստոնյաներին, ստատիստիկա էր, այսքան մարդ մեռավ, այսքան մարդ մեռավ։ Արձանագրող էին։ Ռուանդայում 100 օր մաչետաներով, հա, զենք չկար, 1.5 միլիոն մարդ սպանվեց, այդ նույն ՄԱԿ-ը կամ այդ նույն Եվրոպան, Ռուանդան ֆրանսախոս երկիր է, արձանագրում էր, այսօր այսքան մարդ էլ մեռավ է, նույն Արցախի պատերազմային ժամանակ, նրանք արձանագրում են, Արցախի բլոկադայի ժամանակ, նրանք ուղղակի ինչ-որ հայտարարություններով հանդես էին գալի, դատարանի որոշում կայացվեց, որ Արցախը պետք է ապաշրջափակվի, ուր էին դրանք, չկան, իսկ էլի եմ ասում, այդ մարդիկ, որ դատավճիռ են ստացել, իմ անձնական կարծիք, հա, որ դուք ասում եք վերջ էլ հույս չկա, նրանք ինչ-որ գործիք են, հասկանում եք, այդ մարդկանց 5 տարուց, 8 տարուց բաց կթողեն, թե գլուխները կուտեն, դժվար է հաշվարկել, այտենց, ասենք, կառավարություն ունեցող երկրի համար, հա, մենք գիտենք քանի ընդդիմադիրների գլուխներ են նրանք կերել, հիմա ինչ վերաբերում է նրանք Հայաստանի քաղաքացու են դատել, նրանք չեն հաշվում, որ նրանք Հայաստանի քաղաքացու են դատել, մեր երկիրը դուրս եկավ, ասեց Արցախի անձնագրերը դա հայկական անձնագրեր չի, այսինքն նրանք նույն Աբխազիայի կարգավիճակով, հա, ասեց մեր երկիրը, ասեց այդ Սիրիայի մարդիկ Հայաստանի քաղաքացիներ չեն, ոնց որ պաղեստինցիքին Եգիպտոսը տալիս է լեսեպասե, հա, այդ travel document։ Հա, լրացուցիչ փաստաթուղթ, հա։ Հա, ասենք պաղեստինցի աշխատանքի հիմա պաղեստինցի մի մասը գնացել է Հորդանան անձնագրեր տվել է, մի մասը Եգիպտոսը երբևիցե անձնագրի չի տվել, կոչվում է ֆրանսերեն լեսեպասե։ Հիմա այդ լեսեպասեի պես ինչ որ Հայաստանը ասաց, որ այդ անձնագրերը, այդ Սիրիայի անձնագրերը հայկական քաղաքացիներ չեն։ Դա պետք է փոխեք դառնաք Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Հիմա այդ մարդիկ չեն համարում, որ իրանք Հայաստանի քաղաքացի, իրանք համարում են, որ նրանք դատել են ադրբեջանական քաղաքացիներ սեպարատիզմի կամ ահաբեկչության գործունեության համար։